Քրեակատարողականներում հաստիքներն ավելացել են, աշխատող դատապարտյալների թիվը նույնպես, պնդում է Ծառայության սոցիոհոգեբանական ու իրավական աշխատանքների ղեկավարը եւ թարմ թվեր ներկայացնում։ Այս տարվա 5 ամիսներին 230 ազատազրկված աշխատող է եղել, որից քրեակատարողականներում տեխնիկատնտեսական սպասարկող 117, այլ գործատուի մոտ 23, առանց վճարի, այսինքն կամավոր 90։ Թվերը կարծում եմ ակնհայտ է, որ բավականին ցածր ցուցանիշ է անձանց ներգրավվածությունը վարձատրվող աշխատանքներում։ Այս արձանագրումը նաև խոշտանգումների կանխարգելման կոմիտեն է արել արտախցային պայմաններում զբաղվածություն ապահովելու համար գործուն քայլեր ձեռնարկելու կոչով։ Մարդու իրավունքների պաշտպանն էլ մատնանշել էր, թե դատապարտյալներն իսկապես մեծ ցանկություն ունեն աշխատելու, բայց այս հնարավորությունը սահմանափակված է քրեակատարողականների հաստիքներով։ Կառույցի պաշտոնյան հակադարձում է։ Երբեմն լինում է տպավորություն, որ ազատությունից զրկված անձինք ցանկանում են աշխատել, սակայն հիմնարկի պայմանները, հաստիքները բավարար չեն։ Նախ ուզում եմ նշել, որ մենք ունենք նաև հակառակ վիճակագրությունն, որ գրեթե չի լինում այնպիսի տարվա կտրվածք, որի ընթացքում բոլոր հաստիքները համալրված են լինում, որովհետև իհարկե չերկրորդելով իրական ցանկությունը աշխատանքներում ներգրավվելու ազատությունից զրկված անձանց, ուզում եմ նշել, որ երբեմն այդ աշխատելու ցանկությունը եւ նմանատիպ դիմում ներկայացնելը կրում է այլ մոտիվացիա։ Շարժառիթ Նստ Ալեքսանյանի օրինակ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելն է, քանի որ աշխատանքի ցանկությունը դրա համար անհրաժեշտ գնահատման չափորոշիչներից է։ Մեր գնահատման մեթոդաբանության մեջ հստակ ունենք ֆիքսված, որ եթե անձը ներկայացնում է այնպիսի աշխատանքի դիմում, որը քրեակատարողական հիմնարկի սահմաններում իրատեսական չէ ապահովելը, ապա այդ ցանկությունը դիտարկվում է որպես պարզապես ապրիորի ցանկություն եւ չի կարող գնահատվել որպես իրական։ Առաջիկայում Արթիկ ու Վանաձոր քրեակատարողականներում ուսումնաարտադրական բազաներ կստեղծվեն, իսկ Սևանի այդ տարածքը կընդլայնվի, նոր դասընթաց կլինի, դատապարտյալները զոդել կսովորեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։